Սպիտակ տնից ընդամենը 2 թաղամասային կողմ ազգային գվարդիայի 2 զինծառայողի վրա են կրակել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է հարձակումը, գվարդիայի ծառայողների վիճակը ծանր է։ Ականատեսները չեն հասկացել, թե ինչ է կատարվել։ Սարսափելի է, ուղղակի սարսափելի։ Ես տեսա ոստիկանական բոլոր մեքենաները։ Իջա ներքև ու լսեցի, որ ազգային գվարդիայի 2 զինծառայողի են կրակել։ Լսեցի, որ մեկ ուրիշին էլ են կրակել եւ որ դա պատահական հարձակում է եղել։ Այնպես որ այս պահին մենք չգիտենք, թե ինչ է կատարվում։ Կասկածյալը 29-ամյա աֆղանցի Ռահմանուլլահ Լականվալն է, որ վիրավորվել եւ ձերբակալվել է փոխհրաձգության ժամանակ։ Նա ԱՄՆ մուտք գործել 2021-ին Բայդենի օրոք իրականացված Աֆղանստանից տարհանման ծրագրով։ Նրա ապաստարանի հարցը հաստատվել է 2025-ի ապրիլին Թրամփի պաշտոնավարման սկզբում։ 10 տարի ծառայել է աֆղանական բանակում համագործակցելով ամերիկյան հատուկ ջոկատայինների հետ։ Ռահմանուլլահը Ամազոնում էր աշխատում, քրեական անցյալ չուներ։ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ դեպքը հիմնավորում է իրենց վարչակազմի կոշտ միգրացիոն քաղաքականությունը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ կրակոցներ են հնչել Սպիտակ տան մոտակայքում։ Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում։ Դեռևս չգիտենք շարժառիթը։ Դեռ շատ բան կա, որ չենք պարզել։ Բայց հաստատ գիտենք, որ ազգային գվարդիայի 2 զինծառայող վիրավորվել են ծառայական պարտականությունները կատարելիս։ Նախագահ Թրամփը կատարվածը անվանել է ահաբեկչություն եւ անորոշ ժամկետով դադարեցրել աֆղանցիների ներգաղթի բոլոր հայտերի մշակումը։ Ի պատասխան միջադեպի Պենտագոնը եւս 500 զինվորական է ուղարկում Վաշինգտոն, միանալու արդեն իսկ այնտեղ գտնվող 2000 գվարդիականներին։ Անի Հովհաննիսյան, Ռեոփն մեդիա։